2026 թվականի հունվարի 1-ից էներգիան հատկապես ընկալունակ կլինի, այն ոչ միայն խթանում է արտաքին հանգամանքները, այլև ստիպում է ձեզ ուշադիր լինել ներքին ազդանշաններին։ Այս հոդվածում մենք մանրամասն կանդրադառնանք 5 կենդանակերպի նշանների, որոնց համար տարվա սկիզբը կլինի ոչ միայն իրադարձությունների շրջան, այլև իրենց կյանքում, բիզնեսում և հարաբերություններում խորը փոփոխությունների մեկնարկային կետ։ Ես կբացատրեմ, թե ինչ կարող է փոխվել, ինչ ներքին գործընթացներ են ակտիվանում և ինչ գործնական քայլեր կօգնեն ձեզ դիմակայել այդ փոփոխություններին վստահությամբ և պարզությամբ։ Կարիճ. լույսի ծնունդը խորքերում։ Կարիճի համար 2026 թվականի հունվարը կլինի այն ժամանակը, երբ անցյալը կդադարի որոշումներ թելադրել և աստիճանաբար կզիջի իր տեղը պարզությանը։ Դուք կզգաք, թե ինչպես են հին վերքերը կորցնում իրենց սրությունը, ոչ թե որովհետև դրանք մոռացվել են, այլ որովհետև դուք սովորել եք դրանք համարել կողմնացույց, այլ ոչ թե մահվան դատավճիռ։ Ձեր մեջ կսկսի ձևավորվել այլ հուզական ռիթմ, ավելի հավասար, ավելի դիմացկուն արտաքին սադրանքների նկատմամբ։ Սա ակնթարթային ազատում չէ, այլ աստիճանական բուժում, քանի որ դուք առաջին անգամ թույլ կտաք ինքներդ ձեզ նրբորեն նայել ցավին և հասկանալ, թե ինչ է այն սովորեցրել ձեզ։ Գործնականում սա կդրսևորվի այնպիսի որոշումներով, որոնք նախկինում անհնար էին թվում, առաջնահերթություններ սահմանելը, ձեր սոցիալական շրջանը փոխելը և թուլացնող նախագծերի ավարտը։ Ձեր մասնագիտական կյանքը ավելի խորը արձագանք կստանա, քան սովորաբար։ Դուք ավելի լավ կզգաք, թե որտեղ է գտնվում օգտակար փոփոխության ներուժը և կկարողանաք գործել վերականգնելու համար ձեզ համար կարևորի վերահսկողությունը։ Ռոմանտիկ կամ ընտանեկան հարաբերություններում դուք կզարգացնեք անկեղծության և զգացմունքների անկեղծ արտահայտման կարիք։ Դուք կպահանջեք ավելի մեծ թափանցիկություն և սահմանների հարգանք ձեզանից և ձեր սիրելիներից։ Գործնական առաջարկները. պահեք զգացմունքների օրագիր, դիմեք մասնագետի կամ վստահելի անձի աջակցությանը և կենտրոնացեք մարմնի հետ աշխատելու այն պրակտիկայի վրա, որը կօգնի թոթափել լարվածությունը։ Այս ամենը կօգնի ձեզ պահպանել դիմադրողությունը այն ժամանակահատվածում, երբ հինը մարում է, իսկ նորը ուժ է հավաքում։ Ցուլ. վեկտորի փոփոխություն և բարձր կարգի կայունության հասնել։ Ցուլի համար 2026 թվականի հունվարի 1-ը կբերի մի դարաշրջան, երբ կայունության հասկացությունը կստանա նոր չափում։ Նախկինում կայունությունը կարող էր նշանակել ծանոթի պահպանում, այժմ այն կապված կլինի ռեսուրսները ճկուն կերպով վերակազմակերպելու և երկարաժամկետ աճ բերող ուղղություններ ընտրելու ունակության հետ։ Դուք կսկսեք կյանքի նյութական կողմին այլ կերպ մոտենալ։ Սա ոչ միայն կուտակման հարց է, այլև ներդրումների որակը՝ նախագծերում, հարաբերություններում, ձեր առողջության և հեղինակության մեջ։ Կհայտնվի պարզություն այն մասին, թե որ սովորություններն են արժանի շարունակության և որոնք պետք է աստիճանաբար դադարեցվեն։ Գործնականում սա կարող է դրսևորվել մասնագիտական ուղղության փոփոխության, ձեր ֆինանսական ռազմավարության վերանայման կամ բնակարանային որոշումների մեջ։ Խնայողական ապրելակերպը պահպանելը կարևոր է, բայց հիմա դուք կգործեք ավելի համարձակ և ռացիոնալ, քան նախկինում։ Ռիսկը կդառնա իմաստալից գործիք, այլ ոչ թե անհանգստության պատճառ։ Ձեր անձնական կյանքում կարող եք ակնկալել հարաբերությունների ամրապնդում, որտեղ գնահատվում են հուսալիությունը և անձնական նպատակների նկատմամբ հարգանքը։ Ձեզ համար օգտակար կլինի կազմել 6 ամսվա և 1 տարվա պլան, հաշվի առնելով հնարավոր տատանումները և տեղ թողնելով անսպասելի հնարավորությունների համար։ Այս կերպ ձեր կայունությունը չի լինի կոշտ և անշարժ, այլ միևնույն ժամանակ ուժեղ և դինամիկ։ Առյուծ. ճանաչման լույսը։ Նոր առյուծ ստեղծագործականության և ինքնարտահայտման մեջ։ Առյուծի համար 2026 թվականի հունվարը նշանավորում է մի ժամանակաշրջան, երբ ձեր ներքին ջանքերի պտուղները սկսում են նկատվել ուրիշների կողմից։ Սա այն ժամանակն է, երբ ձեր տաղանդը կստանա ոչ միայն ներքին բավարարվածություն, այլև արտաքին ճանաչում։ Համագործակցության առաջարկներ, ելույթների հրավերներ կամ առաջնորդության հնարավորություններ այս ամենը ավելի հաճախ կլինի։ Սա ձեզ համար հնարավորություն է ձեր բիզնեսը հասցնելու հաջորդ մակարդակի և ընդլայնելու ձեր հասարակական ոլորտը, առանց զոհաբերելու անկեղծությունը։ Դուք կզգաք ոգեշնչված և համարձակ, ստեղծելու նախագծեր, որոնք նախկինում թվում էին չափազանց հավակնոտ։ Ձեր ստեղծագործական աշխատանքում դուք կցանկանաք փորձարկել արտահայտման ձևերն ու միջոցները,
ոչ այնքան էֆեկտի համար, որքան աշխարհի հետ շփվելու ավելի անկեղծ եղանակներ գտնելու համար։ Ռոմանտիկ հարաբերություններն ու բարեկամությունները կդառնան աջակցության համար բերի հող։ Մարդիկ կտեսնեն ձեզ նոր լույսի ներքո եւ պատրաստ կլինեն կիսվել ձեր հավակնություններով։ Կարևոր է չդառնալ չափազանց քննադատական կամ չդնել ձեր էգոն ձեր իրական աշխատանքից վեր։ Ճանաչումը պատասխանատվության հրավիր է։ Գործնականում օգտակար է թարմացնել ձեզ պորտֆոլիոն, կապեր հաստատել մասնագիտական համայնքում, մտածել ձեր գաղափարները առաջ մղելու քայլերի մասին եւ ուշադրություն դարձնել ձեր հեղինակությանը, այն կդառնա ձեր դաշնակիցը։ Ջրհոս։ Արթնացման պարտականություն, առաքելություն, որը դուք վաղուց եք զգացել, առաջ է գալիս։ Ջրհոսի համար 2026 թվականը կսկսվի որպես մի պահ, երբ կանչի ներքին ազդանշանները կդառնան չափազանց բարձր անտեսելու համար։ Դուք կզգաք պարզության ալիք այն մասին, թե ինչին եք ուզում նվիրել ձեր էներգիան։ Դա կարող է լինել սոցիալական նախագիծ, գիտական գաղափար կամ տեխնոլոգիական եւ մարդասիրական գործունեության նախաձեռնություն։ Ձեր մտածողությունը կդառնա եւ վճռական, եւ ոգեշնչող։ Գաղափարները կհայտնվեն արտակարգ հեշտությամբ եւ կամրապնդվեն համախոհ մարդկանց գտնելու ունակությամբ։ Հանգամանքները կսկսեն համաձայնեցվել, որպիսի դուք կարողանաք գործել լայնածավալ եւ համակարգված հիմունքներով։ Սա իդեալական ժամանակ է կապերի ցանց կառուցելու եւ ձեր արժեքները կիսող գործընկերներ գտնելու համար։ Հանրային գործունեությունը կարող է անհրաժեշտ լինել, բայց ամենակարևորը ձեր կատարած աշխատանքի նշանակության խորը զգացումն է։ Եթե նախկինում կարևոր նախագծերը հետաձգել եք ավելի ուշ, հիմա ավելի դժվար կլինի։ Ներքին բավարարվածության կարիքը կգերակշռի։ Գործնականում սա նշանակում է հստակ պլանի ստեղծում, հիմնական գաղափարների մշակման համար ժամանակ հատկացնել եւ սոցիալապես նշանակալի նախաձեռնություններ դրամայնացնելու կամ իրականացնելու եղանակներ գտնել։ Աջակցեք ինքներդ ձեզ կանոնավոր մեդիտացիայի կամ ուշադրության կենտրոնացման պրակտիկաներով։ Դրանք կօգնեն ձեզ պահպանել պարզությունը եւ խուսափել տեսակետների հոսքում ուղղությունը կորցնելուց։ Խեցգետին։ Ձեր անձնական կյանքի վրա փոխումը եւ հարմարավետության մեջ ներդաշնակությունը։ Խեցգետնի համար 2026 թվականի սկիզբը կբերի նուրբ, բայց խորը փոփոխություններ ձեր տանը եւ մտերիմ հարաբերություններում։ Անվտանգության եւ հոգեկան խաղաղության ձեր կարիքը կլինի ձեր հիմնական ուշադրության կենտրոնում եւ արտաքին փոփոխությունները կուղված կլինեն հատկապես այս տարածքի ամրապնդմանը։ Դուք կարող եք թարմացնել ձեր տունը, վերանայել ընտանիքի ներսում պարտականությունների բաժանումը կամ փոխել հարազատների հետ ձեր շփման ոճը, այս ամենը նպատակ ունենալով ձեր տունը դարձնել ուժի եւ վերականգնման վայր։ Շատերի համար սա այն ժամանակն է, երբ անձնական կյանքը նոր պարզություն է ձեռք բերում։ Ձեզ մոտ գտնվողները մնում են, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում աջակցություն ցուցաբերել, հեռանում են։ Զգացմունքային կապերը կհասունանան։ Դուք կպահանջեք ոչ միայն խնամք, այլև հարգանք ձեր սեփական սահմանների նկատմամբ։ Եթե ձեր հարաբերություններում կա չարտահայտված զգացմունք, հունվարը կսահմանի անկեղծ երկխոսության տոնը, որը կհարթի ճանապարհը ավելի խորը փոխըմբռնման համար։ Նրանց համար, ովքեր պլանավորում են ընդլայնել իրենց ընտանիքը կամ փոփոխություններ կատարել իրենց կենսապայմաններում, կհայտնվեն գործնական ռեսուրսներ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Գլխավորը մտածված եւ աստիճանաբար գործելն է։ Խորհուրդ. ստեղծեք տնային ծեսեր, որոնք կվերադարձնեն ձեզ դեպի ինքներդ ձեզ։ Հաստատեք հանգստի եւ ինքնախնամքի ռեժիմ։ Սա ամուր հիմք կստեղծի անձնական բարեկեցության աճի համար։